Ընտրատեղամասերի փակվելուց ժամեր անց քաղաքական զարգացումները տեղափոխվեցին կուսակցությունների կենտրոնական շտաբեր։ Ձայների հաշվարկը ընտրատեղամասերում դեռ չավարտված գիշերը ժամը 2-ին քաղաքացիական պայմանագրի առաջնորդը ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց իր գլխավորած քաղաքական ուժի հաղթանակի եւ գրանցած պատմական արդյունքի մասին։ Փաշինյանը այնուհետև նշեց, որ երկիրը ունենալու է տևական եւ ինստիտուցիոնալ խաղաղություն։ Նա նաեւ հավելեց, որ 2026 թվականի համապետական ընտրություններում 2021-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ քաղաքացիական պայմանագիրը արժանացել է ավելի շատ քաղաքացիների վստահության։ Հետընտրական զարգացում լինում է այնտեղ, որտեղ լինում է իշխանության կողմից ընտրությունների արդյունքների կեղծում։ Ընդդիմություն չի կարող հետընտրական զարգացում հարուցել, բացառված բան է, որովհետև իրենց ստացած ձայների մի շատ մեծ մասը այդ ընտրակաշառքով ստացած ձայներ են։ Նախնական հայտարարություններով հանդես եկան նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդները։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը քննադատելով Փաշինյանի նկատելի աճապարանքը քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց ընտրական գործընթացի եւ քվեաթերթիկների մշակման ընթացքում արձանագրված աննախադեպ խախտումների վրա։ Ուժեղ Հայաստանի առաջնորդը անդրադարձավ լայնածավալ ճնշումներին, որոնց դաշինքը ենթարկվել է վերջին ամսվա ընթացքում։ Ուժեղ Հայաստանի համախոհներից 700 մարդ ըստ Կարապետյանի բերման է ենթարկվել, 75 մարդ կալանավորվել։ Գիշերվա ժամը 12-ին մեղրի տանում են, լցնում են ընտրատեղամաս զինվորականներին, որ քվեարկություն անեն, անպայման ցանկություն ունենալով հաղթել այս ընտրապայքարը, չունենալով դրա համար ոչ մի հնարավորություն։ Հայաստան դաշինքից էլ տեղեկացրին, որ կենտրոնական շտաբում շարունակում են ստացվող տվյալների ամփոփումը, ինչպես նաև վստահված անձանց եւ ներկայացուցիչների տրամադրած տեղեկությունների հավաքագրումը։ Դաշինքը քննադատում է քաղաքացիական պայմանագրի առաջնորդի վաղաժամ արած հայտարարությունը, դա որակելով իբրև ընտրական գործընթացին ուղղակի միջամտության փորձ։ Այս պահին Հայաստան դաշինքի կենտրոնական շտաբը եւ մեր վստահված անձինք ողջ հանրապետությունում զբաղված են ընտրատեղամասերից ստացվող տվյալների ամփոփմամբ։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր հաղթանակի եւ միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխարինելու եւ նրա գործունեության նկատմամբ կոպիտ միջամտություն իրականացնելու հանցավոր քայլի։ Միասնության թևեր կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանն էլ հայտարարեց, որ Փաշինյանը իրավասություն չուներ ընտրությունների գիշերը հայտարարել իր հաղթանակի մասին այն պայմաններում, երբ այդ պահին հաշվարկված էին քվեարկության արդյունքների ընդամենը 10%-ից փոքրինչ ավելին։ Այս պայմաններում նա խոսում է ընդդիմության տարբեր առաջնորդների պատասխանատվության ենթարկելու մասին։ Նման լիազորություն չունի վարչապետը։ Սա օրենքի կոպիտ խախտում է։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը համարում ենք ընտրությունների վրա ազդելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա բացահայտ անօրինական ազդեցություն, որը քրեորեն պատժելի է։ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գնահատմամբ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հանրությունը ընտրել է մի ճանապարհ, որը չի հանգեցնի քաղաքական լուծումների կամ համակարգի առողջացման։ Մեր ժողովուրդը մեծ հաշվով քվեարկել է քաղաքական անապատի համար, որովհետև այն ինչ որ տեղի ունեցել, սա քաղաքական անապատ է։ Այն ինչ խորհրդան ունեցնենք, դրանից վատն է լինելու այս խորհրդանը։ Ընտրություններին հայրենակիցների ակտիվ մասնակցությունը սպառնալիք համարելով իրենց ակնկալած արդյունքներին, իշխանությունները ըստ Հայ ազգային կոնգրես կուսակցության անցան ընտրողներին ահաբեկելու, վախի մթնոլորտ տարածելու եւ Հայաստան ժամանող քաղաքացիներին բացահայտ քրեական հետապնդումներով սպառնալու ապօրինի գործին։ Սա աննախադեպ ընտրություն է, նաեւ նրանով, որ երբեք Հայաստանի պատմության մեջ հենց ընտրության օրը այսքան զանգվածային ձերբակալություններ չեն եղել։ Ինչ հետընտրական զարգացումներ սպասել, ով կընդունի արդյունքները, ով ոչ։ Առայժմ Հայաստանում հետընտրական արշալույսները անորոշ են։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։